Չգիտեմ, պարոն Հովհաննիսյան, իմ տպավորությամբ դա համատարած բնույթ է կրում, շատ ողջունելի է կառուցվածքային լուծումներ գտնելը, ինչպես սոցիալական կրեդիտների վերադարձը, հիպոթեքի եկամտարկի վերադարձը, դա շատ լավ է, բայց եկեք ընդունենք, որ աշխատող մարդու համար, հատկապես միջինից ցածր որակավորում ունեցող աշխատողի համար, շատ հատկապես այն պայմաններում, երբ արմիությունները որպես այդպեսին չկան, երբ այդ ճնշումը ձեր ասած չի կարող ունենալ համակարգային բնույթ, ուղղակի մեկ աշխատողը պիտի գնա իր գործատուի մոտ եւ բողոքի եւ գործատուն էլ շատ հանգիստ կարող է ասել, եթե չի բավարարում իմ պայմանները, կարող ես դուրս գալ աշխատանքից, ես ուրիշին կգտնեմ։ Լուծումները շատ ճիշտ են, բայց նաեւ վերևից էլ վարչահարությունը պիտի, այսպես ասած, դիմավորի այդ ճնշումը, հա, որ նաև վերևից էլ պիտի լինի այդ ճնշումը, որ ամեն դեպքում մարդիկ իրենց միայնակ չզգան գործատուների հետ առաջացած խնդիրներում։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյան, համատարածության հետ կապված ես ասեմ, որ մենք գնահատում ենք արել հարկային ստվերի հետ կապված եւ այստեղ առաջի տեղում ավելացած արժեքի հարկն է եւ շահութահարկն է եւ եկամտահարկը ամենևին առաջի տեղում չէ, հետեւաբար դա իհարկե գնահատականներ են տարբեր տնտեսության վերլուծության հիման վրա, բայց համաձայն եմ ձեզ հետ, որ այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք անենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։